Երկրորդ Օրինաց 17-16-ում գրված է, սակայն նա շատ ձիեր չունենա եւ ժողովրդին ետ չդարձնի Եգիպտոս, շատ ձիեր ժողովելու համար, որովհետեւ Տերը ձեզ ասեց, որ այն ճանապարհով այլևս ետ չդառնաք։ Ասա կողքինիդ, քո գնացած հին ճանապարհով այլևս ետ չդառնաս։ Չդառնաս այն ճանապարհով, որտեղից Աստված քեզ դուրս հանեց։ 20-րդ դարի սկզբին Սողոմոն կոչվող կղզիներից մեկում Խաղաղ օվկիանոսի ափերին է գտնվում այս կղզին, այստեղ եղող վայրի ցեղերից մեկում մի երիտասարդ դարձավ Հիսուսին, ապաշխարեց, ընդունեց Քրիստոսին։ Ցեղի կախարդը նրան սպառնաց, եթե դու չվերադառնաս մեր նախնիների պաշտամունքին եւ չմասնակցես մեր արյունոտ ծեսերին, դու կմեռնես։ Երիտասարդը պատասխանեց. Ես լույսը տեսել եմ եւ չեմ կարող վերադառնալ մթությանը։ Նրան բաց թողեցին, բայց մի քանի օր անց նա սկսեց տատանվել, վախենալով մենակությունից եւ ցեղից արտաքսումից։ Նա որոշեց ետ դառնալ եւ գնաց մասնակցելու հեթանոսական զոհաբերությանը, որպեսզի հաշտվի ցեղի հետ։ Հենց այդ պահին, երբ նա պետք է կատարեր ծեսը, ցեղի անդամները, որոնք այլևս չէին վստահում նրան, կարծեցին, թե նա լրտես է եւ սպանեցին նրան հենց զոհասեղանի մոտ։ Ետ չդառնաս այն ճանապարհով նորից, որտեղից քեզ Աստված հանել է։ Սիրելի երիտասարդներ, Աստծո ժողովուրդ, եկեք իրար հետ փաստենք, որ կյանքը ճանապարհ է, որը մարդը ընտրում է սրտով ու մտքով։ Այն կյանքը, որ մենք ապրում ենք իրար հետ, նման է մի ճանապարհի, որի մեջ մենք ընթանում ենք։ Երբ ծնվում ենք, մեր կյանքի ճանապարհի սկիզբն է եւ ընթանում ենք այդ ճանապարհով։ Այստեղ հավաքված ենք բոլորով երիտասարդներով եւ պիտի ասենք, որ մեր կյանքի սկզբում չենք, մեր կյանքի երիտասարդության մեջ ենք։ Կյանքը ճանապարհ է, որ ընտրելու ենք սրտով եւ մտքով։ Ետ չդառնաս, Աստծո պատվերն է այստեղ եղող ցանկացած երիտասարդին, այն ճանապարհով այլևս ետ չդառնաս։ Այստեղ ետ չդառնասը Աստծո ժողովուրդ ոչ թե սպառնալիք է, այլ կյանքի ճանապարհ է։ Փրկողակ է, որը նետված է Աստծո կողմից, փարոս է, որը միշտ առջևում է երևում, հրաման ու պատվեր է, բոլոր նրանց համար, ովքեր դարձ են ապրել իրենց մեռած գործերից, ովքեր ավետաբերն են ընդունել, ովքեր վերածնունդ են ապրել։ Ամեն։ Այս խոսքը քեզ վերաբերվում է այստեղ նստած, ամեն, ետ չդառնաս այն ճանապարհով։ Ետ չդառնաս, չգնաս այն ճանապարհով, որը տանում է Եգիպտոս, որը տանում է աշխարհ։ Ես պիտի նորից խնդրեմ, անպայման կողքինիդ ասա, ետ չդառնաս այն ճանապարհով, որը քեզ տանելու է Եգիպտոս։ Չդառնաս նորից այն ճանապարհով, որը որ քեզ տանելու է աշխարհ։ Ես գիտեմ, որ այստեղ հավաքվածներս բոլորս փրկված մարդիկ ենք, ամեն։ Կան մեր մեջ նոր առաջին անգամ այստեղ եկող մարդիկ, այսօր որ առաջին անգամ է եկել այստեղ, կա այսպիսի մարդ այստեղ։ Շատ լավ։ Ուրեմն պատգամը հենց քեզ է վերաբերվում։ Այն մարդուն, որ դարձը ապրել է իր կյանքի մեջ, ետ չդառնաս նորից այն ճանապարհով։ Քրիստոնյայի կյանքը ճանապարհ է, որը սկսվում է նեղ դռնով ու ցավոք շատերի համար շարունակվում է նեղված ընթացքով։ Նեղ դռնով սկսվող ճանապարհն է մեզ առաջարկում Հիսուսը Մատթեոս 7:14-ում գրված է. «Քանի նեղ է դուռը, ինչքան նեղված է ճանապարհը, որի մեջ մենք ամենքս լինում ենք»։ Սիրելի երիտասարդներ, ամեն անգամ, երբ մենք կյանքում ունենում ենք դժվարություններ, ունենում ենք հոգսեր, ունենում ենք խնդիրներ, ունենում ենք խնդիրներ, ամեն անգամ մեր սրտում բացականչության պես բարձրանում է այս հարցը. ինչքան նեղ է Հիսուսի առաջարկած ճանապարհը։ Ինչքան նեղված է այդ ճանապարհը։ Որքան նեղ է դուռը։ Շատ հաճախ չարը մեզ առաջարկում է շրջադարձ, խոստանալով այն, ինչի կարիքը մենք ունենք հենց այդ պահին։
ուրախություն, հաջողություն, կայունություն, ինքնավստահություն, ինչի կարիք դու ունես այսօր այստեղ նստած։ Նեղ ճանապարհով ընթանալից մեր դժվար պահերին կարծես թե հենց այդ ժամանակ, երբ դժվար է լինում մեզ համար, երբ փոթորիկ է լինում մեր շուրջ բոլորը, երբ մեզ համար նեղ է լինում այդ պահին ճանապարհը, հենց այդ պահին կարծես չարը մեզ առաջարկում է լայն շրջադարձ, լայն բացված մի ճանապարհ, որ ընդամենը կարող է շրջադարձ կատարել եւ հենց այդ պահին խոստանում է քեզ այն ամենը, ինչ որ քեզ հենց այդ պահին պետք է։ Շատ հաճախ այդ շրջադարձի վրա, որ բացվում է մեր առջև, գրված չի լինում «Ետ չդառնաս»։ Այդ շրջադարձի վրա շատ հաճախ մեզ համար գրված է լինում ֆինանսական կայունություն, լավ ընկերներ, հաջողված ընթացք, քո ուզած կարիերան, քո ուզած աշխատանքը, քո այն փափագածը, որ դու ես փափագում, եւ հենց այդպիսի շրջադարձ է առաջարկում մեզ չարը շատ հաճախ մեր առջև բացելով, բայց Սուրբ Հոգին ունենք մեր սրտերի մեջ բոլորով, ես հավատում եմ, որ բոլորով, բայց այն մարդիկ, ով Սուրբ Հոգին ունեն իրենց սրտերի մեջ, հենց այդ պահին լսում են Աստծո Սուրբ Հոգու ձայնը իրենց սրտերի մեջ, ետ չդառնաս այդ ճանապարհով։ Քանիսս ենք այստեղ, որ կվկայենք, որ եղել է մեր կյանքում այնպիսի պահ, կոտրվելու այնպիսի ընթացք, որ ուզել ենք ետ դառնանք։ Կվկայենք, քանիսս ենք այստեղ, որ համարձակություն կունենանք ասելու, որ այնպես չի եղել, որ իմ առջև չի բացվել այդ շրջադարձը, որ ինձ առաջարկ չի եղել այդպիսի, եղել է այդպիսի առաջարկ, բայց քանիսս ենք, որ կվկայենք, որ հենց այդ նույն ժամին Սուրբ Հոգին մեր սրտում խոսում էր, որ չգնաս, ետ չդառնաս։ Քանիսս ենք, որ ունեցել ենք լուրջ ֆինանսական խնդիրներ եւ հենց այդ ժամանակ լսել ենք ինչ-որ առաջարկ, բացվել է ինչ-որ դուռ մեր առաջ եւ քանիսս ենք, որ հենց այդ ժամանակ լսել ենք Սուրբ Հոգու ձայնը, որ մեզ ասել է չգնաս այդտեղ, ետ չդառնաս այդ ճանապարհով։ Մի այսպիսի կարծիք կա եկեղեցում, Աստծո ժողովուրդ, սիրելի երիտասարդներ, մարդիկ, որ մտածում են, որ եկեղեցում արված աղոթքները միայն Աստված է լսում։ Եվ եթե եկեղեցում եկել ես աղոթք ես արել, եկեղեցից դուրս քեզ ինչ առաջարկ արվի, ուրեմն Աստված լսել է քո աղոթքը ու Աստված պատասխան է ուղարկել քեզ համար։ Բայց շատ հաճախ սա այսպես չի։ Ես ուզում եմ ասել, որ մեր աղոթքը միայն Աստված չի լսում։ Մեր աղոթքը չարն է լսում նաև։ Ու շատ հաճախ ինքն է բացում մեր առաջ այդ շրջադարձը, այդ ճանապարհը, որ մենք դառնանք։ Շատ հաճախ մեզ օգնություն է առաջարկվում ոչ թե Աստծուց, այլ հենց չարից։ Եվ մենք պիտի լսենք, մենք պիտի հասկանանք Աստծո ձայնը, գնանք այդ ճանապարհով, թե չգնանք այդ ճանապարհով։ Շրջադարձը կատարած մարդիկ, ցավոք սիրելի երիտասարդներ, շատ հաճախ մենք գիտենք, մենք էլ այդպես այդ տեղում եղել ենք, շատ երկար գնալուց հետո են հասկանում, որ իրենց փափագածը չէր այդտեղ, իրենց փնտրածը չէր այդտեղ, ինչպես տեսանք այստեղ, դեպրեսիա, պանիկա, վատատեսություն, իդեպ 21-րդ դարի ամենաշատ օգտագործվող հիվանդություններն են, գիտեք, որ 21-րդ դարի հիվանդությունը համարվում է դեպրեսիան, դարի հիվանդություն է համարվում։ Քրիստոնեական կյանքը, ինչ-որ մի իմաստասեր է ասել, միակողմանի ճանապարհ է առանց շրջադարձի դեպի ետ։ Քրիստոնեական կյանքը միակողմանի ճանապարհ է առանց շրջադարձի։ Լազդանի եղբայրներ քույրեր, լսել եմ շատ լավ երգ եք երգում, ես որոշել եմ հետևել իմ փրկչին Հիսուսին, ետդարձ չկա, ետդարձ չկա։ Չգիտեմ, գիտեք այդ երգի պատմությունը, ինչպես է առաջացել այդ երգը, ով է երգել այդ երգը, բայց հետաքրքիր պատմություն ունի այս երգի առաջացումը, 19-րդ դարում է եղել այս երգը, Հնդկաստանում ցեղերից մեկում, երբ մի տղամարդ իր ընտանիքի ընդհանուր իր ընտանիքով ապաշխարում է, ցեղի գլխավորը կանչում է այդ մարդուն եւ նրան ասում է, որ եթե դու չընտրես ետ դարձը, եթե դարձի չգաս եւ չվերադառնաս
քո հին գործերին, մենք քեզ կսպանենք, մենք քո ամբողջ ընտանիքին կսպանենք։ Եվ երբ նրան առաջին անգամ սպառնում են, նա այս խոսքերն է ասում. ես որոշել եմ հետևել Հիսուսին։ Նրա աչքի առաջ նրա երեխաներին սպանում են։ Երբ նրան երկրորդ անգամ է սպառնում, որ քո կնոջը կսպանենք հիմա քո աչքերի առաջ, նա այսպիսի խոսքեր է ասում. թեկուզ ոչ ոք չգա ինձ հետ, ես կհետևեմ Հիսուսին։ Երբ որ ասում են, որ քո հերթն է հասել եւ քեզ ենք արդեն սպանելու, նա այս խոսքերն է ասում. աշխարհը ետևում, խաչը առջևում, ետդարձ չկա։ Ասա կողքինիդ, ետդարձ չկա։ Հիսուսն ասում էր Ղուկաս 9:62. ոչ ոք, որ ձեռքը մահճին է դնում եւ ետ է նայում, հարմար չէ Աստծո արքայության համար։ Հիսուսի այս խոսքերը, որպեսզի կարողանանք ավելի հասկանանք, մեր օրերում մի պատմություն է տեղի ունեցել, Աստծո ժողովուրդ, որ մտածում եմ, որ բոլորդ էլի կիմանաք։ Մեր օրերում ասելով նկատի ունեմ 1519 թվականին, երբ Կորտեսը հասավ Մեքսիկայի կողմերի կղզիները, նա մի գործողություն կատարեց, որը հետո շատ հրամանատարեր փորձեցին նորից այդ գործողությունը կրկնել։ Երբ նրանք մի քանի 100 հոգով հասան այդ կղզու ափերը եւ իրենց պատերազմն էին մղում այդտեղ, տեսան, որ իրենց առջև կանգնած են մի քանի հազար մարդիկ, բայց նրանք մի քանի 100 հոգով էին այդտեղ։ Երբ այդ զինվորները ընկճվեցին, վախեցան, այս հրամանատարը մի հրաշալի գործողություն արեց։ Գիտեք ինչ արեց? Խորտակեց բոլոր նավերը եւ այրեց բոլոր նավերը։ Հետո նայեց իր զինվորներին եւ ասեց. տեսնում եք ծուխը, որ դուրս է գալիս այդ նավերից։ Դա մեր տուն վերադառնալու հույսն է, որը որ այստեղ այրվում է։ Հիմա մենք չունենք նավեր, մենք ունենք միայն սուր եւ մեր կամքը։ Եթե ուզում եք տուն գնալ, տուն վերադառնալ, պետք է հաղթենք եւ վերցնենք թշնամու նավերը։ Մի գործողություն, որը Աստվածաշունչը այսպես է որակավորում, մինչև արյուն թափելու չափ պատերազմ։ Սա հենց մեզ երիտասարդներիս է վերաբերվում։ Մենք երիտասարդներով Աստծո ժողովուրդ պիտի սովորենք մինչև արյուն թափելու չափ պատերազմել, բայց ետ չդառնալ։ Մինչև արյուն թափելու չափ պատերազմել, բայց ետ չդառնալ։ Հիշում եք Աստվածաշնչում մի մարդ կար, մի մարգարե, որ նկարագրված է 3-րդ Թագավորաց 13:9-ում եւ ասում է մի Աստծո մարդ կար եւ Աստծո պատգամը ունեցավ, որ վեր կաց, գնա եւ Աստծո պատգամը տար հասցրու մարդուն։ Գնաց Աստծո ծառան, խոսեց, հրաշքը տեղի ունեցավ այդտեղ եւ Աստծո ծառան հրաման էր ստացել Աստծուց. ջուր չխմես, հաց չուտես, քո գնացած ճանապարհով ետ չդառնաս։ Մի ծեր մարգարե հանդիպեց այս մարդուն, երբ լսեց պատմությունը, գնացին, պատմեցին, այդպես է չէ լինում, դու էլ չես հասկանում որտեղից, ինչ, ոնց հայտնվեց, իրադարձությունները ոնց փոխվեցին, շրջադարձը ոնց բացվեց քո առաջ։ Մի ծեր մարգարե եկավ, տեսավ այս մարդուն, պատմությունը հուսամ բոլորով գիտեք, դրա համար արագ անցնում եմ դրա վրայով։ Ասեց, ես էլ եմ մարգարե, Աստված ինձ հետ այսպես է խոստացել, ետ դարձիր, ինձ հետ արի իմ տուն։ Ես մինչև այսօր զարմանում եմ իրականում այս փաստի վրա։ Շատ մարդիկ կան, ես շատ եմ շփվում երիտասարդների հետ, ում Աստված հստակ պատգամ է տվել, ում Աստված հստակ խոսք է տվել, ետ չդառնաս, դու դրա հետ գործ չունես, չմտնես այդտեղ, չգնաս այդտեղ, բայց շատ մարդիկ եմ տեսել, գալիս են եկեղեցի, նորից աղոթք են անում, Տեր, այս պատգամով խոսի իմ սրտի հետ։ Տեր, նորից ասա ինձ, գնամ թե չգնամ, անեմ թե չանեմ։ Եվ հեշտ չէր նաև այս մարգարեի համար, երկար ճանապարհ, սով, ծարավ վիճակ, որ պիտի անցներ։ Քանիսս ենք, որ երկար ճանապարհ ենք անցնում, մինչև մեր սպասումները լինեն։ Հեշտ է, երբ սպասում ես պատասխանի եւ դա երկարում է, դժվար է։
Դժվար է, երբ Աստված երկարացնում է քո ճանապարհը, հեշտ է։ Երբ դու գիտես կարճ ճանապարհը, երբ դու կարճ ճանապարհով եկել ես, բայց Աստված երկարացնում է քո ճանապարհը, հեշտ է սпасել։ Ես ինքս պիտի ասեմ, դժվար է սпасել։ Ինձ համար դժվար է։ Դժվար է, երբ այդ ճանապարհը, այդ երկար ճանապարհը ուղեկցվում է սովով, երբ այդ երկար ճանապարհը ուղեկցվում է ծարավով, բայց Աստծո ճանապարհը թե բացված շրջադարձը։ Հետաքրքիր գիտեք Աստծո ժողովուրդ որն է, որ գալու ճանապարհին առյուծ չկար, բայց հետդարձի ճանապարհին բոլորով գիտենք, այնտեղ առյուծը սպասում էր իրեն։ Եվ երբ այս մարդը հետ դարձավ, այնտեղ ինչ-որ մեկը կար։ Մի թույլ տուր, լսիր, մի թույլ տուր, որ ինչ-որ մեկը խաբի քեզ։ Դու Սուրբ Հոգին ունես քո սրտի մեջ։ Եթե Սուրբ Հոգին քեզ հետ խոսել է եւ ասել է՝ մի գնա այդտեղ, մի արա այդի, մի արի եկեղեցի ու աղոթք արա, Տեր ինձ հետ խոսի, անեմ թե չանեմ։ Այս մեկին ասա թող ինձ ասի, անեմ թե չանեմ, Սուրբ Հոգին է քեզ հետ խոսել, Սուրբ Հոգուն լսիր։ Ամերիկայում մի նախագահ է եղել, չգիտեմ լսել եք իր մասին թե չէ, Ռիչարդ Նիքսոնը, ով միակ նախագահն է եղել Ամերիկայում, ով վաղաժամ է ավարտել իր նախագահական ընթացքով, հրաժարականով է ավարտել իր նախագահական ընթացքը, նա ունեցել է իր կողքին մեկը Չարլզ անունով մի օգնական, ով կատարել է իր ամենակեղտոտ գործերը։ Եվ այդ թվականներին մեծ սկանդալ է տեղի ունենում, բայց այնպես է ստացվում, որ սկանդալից առաջ այս տեղի ունեցող այս մարդը հավատում է Հիսուսին, ավետարանում են եւ նա հավատում է Հիսուսին, ընդունում է Քրիստոսին իր կյանքի մեջ եւ դրանից հետո այդ սկանդալը բացահայտվում է եւ ինքն էլ մասնակից է եղել այդ սկանդալին եւ նրան տանում են դատելու։ Փաստաբանը նրան ասում է, որ մի փոքր սուտ ասա, մի փոքր, այդքան մեծ բաներ ես արել, հիմա մի փոքր սուտ ասա եւ այդ մի փոքր սուտով ես խոստանում եմ քեզ, դու կազատվես բանտից։ Հետաքրքիր է նրա խոսքերը, նա ինչ է ասել, թույլ տվեք կարդամ այդ խոսքերը։ Ես այլևս չեմ կարող ստել, ես հետդարձի ճանապարհ չունեմ։ Մեր օրերում Աստծո ժողովուրդ, ես նկատել եմ, երբ որ խոսում ենք մարդկանց հետ, հետաքրքիրը գիտեք որն է մեր օրերում փոքր սուտը, ճշմարտությունը չասելը։ Սա մեծ խնդիր է մեր երիտասարդներիս մեջ։ Երբ մարդկանց հետ խոսում ենք, գիտեք տպավորությունը ինչպիսին է, կարծիքը ինչպիսին է, որ եթե դու չասես, ինքը չի ասի կյանքում։ Ուր է խոստովանությունը Աստծուց մեր մեջ դրած, որ ես կասեմ դրա մասին։ Ես հանդիպել եմ մարդկանց, խոսել եմ մարդկանց հետ Աստծո ժողովուրդ իրականում եւ իմ մոտ միշտ կարծիք է առաջացել, որ ինչի ես պետք է ասեմ, դու ասա դրա մասին։ Ես շատ մարդկանց հետ խոսել եմ եւ խնդրել եմ իրենց, ասել եմ, խնդրում եմ քեզ, մի թող որ ես ասեմ, դու ասա դրա մասին։ Ունեցի քաջություն կյանքիդ մեջ, ունեցի համարձակություն քո կյանքի մեջ, որ դու կարողանաս քեզ դատապարտես։ Որտեւ Աստծո խոսքն ասում է, եթե մենք մեզ դատապարտենք, մենք չենք դատապարտվի, հետ չենք գնա այդ ճանապարհի մեջ։ Եվ սա շատ կարևոր է Աստծո ժողովուրդ, որ մենք ունենանք մեր կյանքի մեջ քաջություն ասելու, որ մենք ունենանք մեր կյանքի մեջ այդ քաջությունը։ Մատթեոս ավետարանում 2-րդ գլխի 12-րդ խոսքում գրված է, որ երբ որ մոգերը եկան Հերովդեսի մոտ, հանդիպեցին Հերովդեսին եւ գնացին նրա մոտից Հիսուսին փնտրելու, երբ գնացին, գտան Հիսուսին իրենց կյանքի մեջ, գրված է, որ երազում իրենց հրաման առան, ետ չդառնան այդ ճանապարհով, այլ ուրիշ ճանապարհով գնան։ Այստեղ մի քանի բան ես կուզեմ, որ մենք իրար հետ հասկանանք Աստծո ժողովուրդ։ Երբ մարդ գնում է Հերովդեսի մոտ, այսինքն մարմնի փառքի մոտ, մարմնի փառքը չի կարող ցույց տալ Հիսուսի տեղը։ Մարմնի փառքը չի կարող ցույց տալ մեզ մեր փրկչի տեղը։ Երբ գնացին մոգերը եւ ասեցին, հարցրեցին, նա ասեց, նրանց ճանապարհ դրեց այսպես, եթե իմանաք, ինձ էլ ասեք, որ գամ երկրպագեմ, բայց նա նպատակ ուներ, որ սպաներ։
բայց նրանք իրենց սրտի մեջ, իրենց կյանքի մեջ ունեցան այս պատգամը՝ ետ չդառնալ մարմնի փառքի մոտ։ Ես ուզում եմ, սիրելի երիտասարդներ, այսօր լինի որոշման օր մեզնից ամեն մեկի համար, որ այստեղ որոշենք, որ այն ինչ որ փառք է եղել մեզ համար աշխարհում, չենք վերադառնալու երբեք այդ մարմնի փառքի մոտ։ Քեզ համար կարող ես այստեղ որոշել։ Դու կարող ես քեզ համար որոշել Պողոսի պես, ինչպես Պողոսն էր ասում, այնինչը ինձ համար օգուտ էր, ինձ համար շահ էր, ես վնաս համարեցի, որ Քրիստոսին շահեմ։ Ետ չդառնաս մարմնի փառքի մոտ, մարմնական հաճույքների մոտ, դրանք Պողոս առաքյալն ասում է, խաչված են Քրիստոսի հետ։ Ծննդոց գրքում 19:17 Աստծո պատգամն էր նույն ձև Ղովտին, եւ նա հանդիպեց եւ ասեց. ազատիր անձդ, ետ մի նայիր եւ փախիր սարը, փախիր լեռը եւ այնտեղ ապրիր։ Եկեղեցու հայրերից մեկը այսպիսի խոսքեր է ասել. եթե դու հետ ես նայում քո թողած աղբին, դու երբեք չես տեսնի այն ոսկին, որ Աստված պատրաստել է քեզ համար։ Աստծո պատգամն էր, ետ մի նայիր ետ, բայց գնա առաջ։ Մի փորձիր ուրիշ ձևով, բայց անձդ ազատիր, գնա առաջ։ Ետ մի նայիր։ Գիտեք, մեր օրերում մարդիկ կան, Աստծո ժողովուրդ, որ նայում են, եւ ինձ համար հետաքրքիր է եղել միշտ, որ շատերին անգամ աշխարհի կործանման այդ դրվագները ավելի հետաքրքիր են, քան Հիսուսի երկրորդ գալուստը։ Լսել եք մարդիկ, որ ասում են, որ աստղը որտեղից կընկնի, պատերազմը որտեղ կլինի, էսի սենց կլինի, թե այնի նենց կլինի, էսի սենց կգա, թե նենց կգա, բայց հետաքրքիր է այդ մարդիկ երբեք չեն հետաքրքրում, Հիսուսը ոնց կգա, որ ամպով կգա, օրինակ Հիսուսը, լսել եք ձեզ ինչ որ մեկը հարցրել է երբեք, բայց հարցրել են, չէ՞, այս աստղի անունը ինչ Արմագեդոնը որն է, որտեղից կընկնի, այս ծովի մեջ ոնց կընկնի, ծովը ոնց կլինի գիշնի, հետաքրքիր է։ Ղովտի կնոջը ավելի հետաքրքրում էր աշխարհի կործանումը, քան այն պատգամը, որ իրենց փոխանցվել էր։ Ետ չդառնաս կործանված կուռքերիդ փնտրելու, լեռը բարձրացիր։ Աստծո պատգամն էր բոլորիս։ Մի համար կարդամ, առաջարկեմ բոլորիս կանգնենք Աստծո ներկայության մեջ։ Գաղատացիներ 4:9, բայց հիմա, որ Աստծո ճանաչվեցիք, մանավանդ թե Աստված ձեզ ճանաչեց, ինչպես է կրկին ետ դառնում դեպի այն տկար եւ աղքատ սկզբունքները, որոնցից կամենում եք դարձյալ ծառայել։ Կամենում ես նորից ծառայել այն դատարկ ու այն սին սկզբունքներին, որից Աստված մեզ ազատել է։ Սիրելի երիտասարդներ, այսօր աշխարհը մեզ շատ բաներ է առաջարկում։ Թույլ տվեք այս մի քանի րոպեին ավելի անկեղծ լինել ձեզ հետ։ Մեզ ներկա աշխարհը առաջարկում է այնպիսի վիճակ, որ դեմ է Աստծո խոսքին։ Ներկա աշխարհը մեզ առաջարկում է ապահովություն, ներկա աշխարհը մեզ առաջարկում է խաղաղություն, ստեղծվում է խաղաղության պայմանագիր, թվացial, տարբեր տեսակ բաներ, խնդրում եմ իմ ասածները քաղաքական որևէ դաշտով չհասկանաք։ Դա աշխարհն է, աշխարհի համակարգն է, բայց Աստված նորից մեր մեջ բարձրացնում է իր խոսքը։ Ներկա ժամանակներում նորից դժվար է դառնում ներելը մարդկանց։ Շատերը նորից ետ են դառնում ատելության մեջ։ Մեր օրերում շատ քրիստոնյաներ կան, տարիներով ապաշխարած, որ երբ իրենց նեղացնում են այս պահին, որոշում են կայացնում իրենց կյանքի մեջ, որ իրենք այլևս այդ մարդկանց հետ չեն շփվի, որ իրենք այլևս այդ մարդկանց հետ չեն խոսի եւ կարծես թե իրենց կյանքում բացում են այդ շրջադարձը, ատելության շրջադարձը։ Մեր օրերում ինքնավստահությունը ինչքան շատ է, ինչքան են մարդկանց քաջալերում այս ուղղությամբ, հավատա քեզ,
վստահիր քեզ, հավատա քո ուժերին, դու կարող ես։ Ինչպիսի խոսքեր, ինչպիսի կոչեր մեր օրերում որ կան, այսօր ծանրացած մեր առաջ, սիրելի երիտասարդներ, իսկ Աստծո խոսքն ասում է, եթե տկար ես ու Աստծո տկարն ես, դու կարող ես ասել, որ ես զորավոր եմ։ Ես առաջարկում եմ, որ կանգնենք իրար հետ Աստծո առաջ։ Պետրոս առաքյալը իր ընդհանրական թղթում երկրորդ գլխում այսպիսի խոսքեր է ասում։ Ասում է, որովհետև եթե աշխարհի բղծություններից մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի գիտությունով փախչողները կրկին նրանում շաղախված հաղթվեն, նրանց վերջը չար եղավ, քան թե նրանց սկիզբը, որովհետև լավ էր նրանց, որ չճանաչեին արդարության ճանապարհը, քան թե ճանաչեին եւ ետ քաշվեցան այն սուրբ պատվիրաններից, որ ավանդվեցավ նրանց։ Ես իրականում Աստծո ժողովուրդ, այստեղ ուզում եմ բոլորիս մի կոչ անեմ։ Ես չգիտեմ ամեն մեկս ուր ենք որոշել ետ դառնալ, որոշել ենք ետ դառնալ, չենք որոշել ետ դառնանք, կբացվի այդ շրջադարձը քո առաջ։ Եթե անգամ այսօր բաց չէ, հավատա, մի օր կբացվի այդ շրջադարձը քո առաջ։ Կբացվի այն ժամանակ, երբ դու տխուր կլինես, կբացվի այն ժամանակ, երբ դու հուսահատված կլինես, կբացվի այդ շրջադարձը քո առաջ այն ժամանակ, երբ կարիք կունենաս, երբ կլինես մեծ վշտի մեջ, մեծ դժվարության մեջ, կբացվի շրջադարձ քո առաջ։ Շատերիս կյանքում նորից չարը իր խոսքն է բերում, նորից իր ընթացքն է բերում, հետ վերադարձի քո աշխարհի ընթացքի։ Ես շատ եղբայրներ եմ ունեցել եւ խոսել եմ շատ եղբայրներիս հետ, շնորհակալ եմ, որ անկեղծ ենք եղել իրար հետ եւ շատերն ասել են, որ այս փորձությունով չարը նորից ուզում է մեզ ներքաշել աշխարհի այդ ամեն բանի մեջ։ Նորից մի վիրավորանք, նորից մի ագնապ մեր սրտի մեջ, բայց մենք զգում ենք, որ այս ուղակի չի եղել, ինքը ուզում է նորից մեզ հետ տանի, որ մենք նորից մտնենք այդ կռվի մեջ։ Գիտեք, շատ մարդիկ կան, որ ազատվել են տարբեր տեսակ կապանքներից, բայց չգիտես ինչի նորից չարը բացում է ինչ-որ շրջադարձ, որ ինչ-որ մեկը հետ դառնա այդտեղ։ Որն է մեր որոշումը այսօր։ Աստված ասում էր, ետ չդառնաս։ Այն ճանապարհը, որ քեզ աշխարհը տանում, մի դարձիր այդտեղ։ Այն ճանապարհը, որ քեզ նորից տանում է քո հին կյանքին, քո հին սովորություններին, քո հին ընթացքին, այսօր այստեղ քեզ խնդրում եմ, որոշում կայացրու, որ ես այդտեղ չեմ գնալու։ Ես իրականում չգիտեմ, կարող է ինչ-որ մեկին է հուսահատությունն է այդ շրջադարձը, որ ինչ-որ մեկը ուղղակի հուսահատության մեջ է ընկնում եւ հետ է դառնում իր կյանքին։ Կարող է ինչ-որ մեկին այն որոշումն է, որ ես չեմ ուզում էլ ընկերություն, ես չեմ ուզում ընկերներ ունենալ կյանքում եւ ուզում է հետ դառնալ նորից, դառնալ այն տեսքին, այն վիճակին, որ Աստված չի ստեղծել նրան։ Անցած տարվա վերջում իմ կյանքում մի ընթացք էր, գիտեք, ինչ որ կատարվում է, իրականում մեր ներսում է կատարվում։ Բայց Փառք Հիսուսին Սուրբ Հոգին էլ մեր ներսում է, մեզ ներսից մխիթարում է։ Մի ընթացք էր իրականում, մի տեղով է անցնում, շատ հարցեր էր իմ մեջ բարձրացել եւ ես ինքս փորձում եմ այդ հարցերին պատասխանել, շատ անգամ մենակ մնալով, շատ անգամ ինձ շատ հարազատ մարդկանց հետ խոսելով, բայց գիտեք մի բան, որ քո ներսից է քո դեմ պայքարում, դժվար է դրա հետ իրականում, դժվար է հրաժարվել այդ մտքերից։ Եվ իրականում այդ ընթացքների մեջ, երբ ինչ-որ որոշումների ես գալիս, ինչ-որ որոշումների ես հասնում, ես էլ հասա ինչ-որ միտեղ մտածեցի, դե եթե ինչ-որ ես մեկը էսպես, ուրեմն ես էլ էսպես։ Եթե ինքը էսքան, ուրեմն ես էլ էսքան, եթե ինքը էսպես, ես էլ էսպես։ Հավասարը հավասարի։ Եթե այդպես է կարգը, եթե դու ինձ այսքան ես սիրում, ես էլ քեզ այսքան կսիրեմ։
Ինձ այսքան ես տեղ տալիս, ես էլ քեզ այսքան տեղ կտամ։ Ինձ այսքան ես ներում, ես էլ այսքան քեզ կներեմ։ Այս մտքերի մեջ իրականում դա Աստծո բացած ճանապարհը չէր, ես գիտեմ։ Ու Սուրբ Հոգու խոսքը իմ սրտին հասավ եւ Աստված խոսեց իմ սրտի հետ, իսկ դու պահպանում ես իմ պատկերը, որ ես եմ քեզ տվել։ Ես քեզ այդպես եմ ստեղծել։ Ես քեզ ընկերասեր եմ ստեղծել։ Դու պահպանում ես իմ պատկերը։ Ես քեզ հավատարիմ եմ ստեղծել։ Դու պահպանում ես իմ պատկերը։ Ես քեզ ներող եմ ստեղծել։ Դու պահպանում ես իմ պատկերը։ Թե հետ ես դառնում։ Մի իրական պատմություն կա, մի աղջկա մասին, ով ծանր հիվանդ էր, մահից առաջ մի նամակ է գրում եւ այս աղջիկը գրում է, որ ես վստահ եմ, որ գնում եմ Հիսուսի մոտ եւ մի նամակ է գրում, որը թողնում է, որ իր մայրիկը հետո կարդա։ Աղջկա մահից հետո մայրիկը բացում է նամակը եւ կարդում է։ Խոսքերը այսպիսին են. «Մայրիկ, մի տխրիր, ես պարզապես գնում եմ տուն։ Երբ ես տեսնեմ Հիսուսին, ես նրան կխնդրեմ, որ նա քեզ ուժ տա, որ դու էլ հասնես այստեղ։ Մի նայիր հետևում մնացած ցավին, նայիր առաջ այնտեղ, որտեղ ես սպասելու եմ քեզ»։ Աստծո սիրելի երիտասարդներ, ես կոչ եմ անում բոլորիս այսօր այստեղ, որ այսօր այստեղ լինի որոշման պահ։ Ես չգիտեմ, ինքդ քեզ համար որոշիր, որ ես ետ չեմ դառնա։ Չկա ետ դարձի ճանապարհ։ Եթե ինչ-որ միտք կա հիմա, որ քեզ հետապնդում է, եթե ինչ-որ քո բնավորության գիծ ես թողել, որ դրանով կարողանում ես հետ դառնալ, հիմա քեզ համար որոշիր, մտածիր, հասկացիր այստեղ, որ այդպիսի ճանապարհ չկա։ Նայիր այնտեղ, որտեղ Հիսուսը սպասում է մեզ։ Նայիր այնտեղ, որտեղ Հիսուսը մեզ իր տան մեջ սպասում է։ Եվ եկեք աղոթքով գանք Աստծո ներկայության մեջ, գանք Տիրոջ ներկայության մեջ, այնտեղ, որտեղ Աստված մեզ սպասում է։ Եվ խնդրենք Սուրբ Հոգուն, թող Սուրբ Հոգին մեր սրտի հետ գործի։ Սուրբ Հոգի, Աստծո հրաշալի Հոգի, Աստծո կենդանի Հոգի, մենք գալիս ենք քո ներկայության մեջ։ Տեր, մենք գալիս ենք քո սրբության մեջ։ Տեր, մենք գալիս ենք, որ դու մեր սրտի հետ խոսես։ Տեր, քո սուրբ անունով, քո կամքով խնդրում ենք, Տեր, թող փակվի ամեն շրջադարձ, որ բացվել է չարի կողմից, Տեր։ Ամեն լայն ճանապարհը մեր կյանքում խափանվի, Տեր։ Ամեն լայն ճանապարհը մեր կյանքում, Տեր, թող ոչնչանա, Տեր։ Ամեն լայն ճանապարհը մեր կյանքում, Հիսուս, քո ներկայությունով, քո կյանքով թող Տեր արգելվի, Տեր։ Տեր, թող քո նշանը լինի մեր կյանքի մեջ, որ շրջադարձ չկա, որ արգելվում է շրջադարձը այդտեղից, Տեր։ Թող մենք տեսնենք քո հզոր ձեռքը մեր կյանքի մեջ, Տեր։ Թող մենք տեսնենք քո հրաշքը մեր կյանքի մեջ, Տեր։ Թող այսօր լինի որոշման օր այստեղ, Տեր։ Թող այսօր այստեղ լինի քո օրը, Տեր, եւ այն օրը, որ այստեղ, Տեր, կքանդվի այն պատը, որ կառուցվել է մեր կողմից, Տեր, որ կխափանվի չարի այն ծրագիրը, որ քեզնից չէ, Տեր, որ այն կեղծօգտությունը, որ մեզ ուզում է թշնամին ցուցաբերել, որ կմերժվի այսօր այստեղ, Տեր, քո ներկայությունով, Տեր, քո փառքով, մենք բարձրացնում ենք մեր աղոթքը դեպի քեզ եւ կանգնում ենք քո կողքը պատերազմելու, Տեր, պատերազմելու, յետ վերցնելու այն ինչ որ քեզնից ենք ստացել, Տեր, մենք կանգնում ենք քո կողքը հրաժարվելու ամեն դիմակներից, Տեր, Տեր, հրաժարվելու ամեն կեղծօգտություններից, Տեր, հրաժարվելու տարատեսակ բաներից, որ մեզ ուզում են յետ տանել, Տեր, որ մեզ ուզում են ներքաշել, ճանապարհից դուրս շեղել մեզ։ Հիսուս, մեր ճանապարհը դու ես, այդ նեղ դուռը դու ես եւ մենք քեզնով ենք մտնում, Տեր։ Քո նեղ դռնով ենք գալիս, Տեր, քո ներկայության մեջ, քո օրհնության մեջ։
Տեր գալիս են քո սրբության մեջ, քո օրհնության մեջ, բարձրացնում ենք քեզ, բարձրացնում ենք քեզ, բարձրացնում ենք քեզ, օրհնում ենք քեզ, Տեր խափանիր, Տեր խափանիր, Տեր խափանիր, Տեր ամեն մարդկային ցանկություններ խափանիր էստեղ, Տեր ամեն մարդկային փառք խափանիր էստեղ, Տեր Քո Սուրբ Հոգով, քո ներկայությունով ու քո օրհնությունով, Տեր Բեր քո ներկայությունը մեր կյանքի մեջ, Տեր Մեզ բարձրացրու քո սարը, Տեր Քո ներկայության մեջ քո հետ լինելու համար, Տեր Թույլ տուր մեզ քեզ հետ լինել, Տեր Թույլ տուր մեզ քո ներկայության մեջ լինել Սուրբ Հոգի տար մեզ, Սուրբ Հոգի տար մեզ Սուրբ Հոգի տար մեզ թող փոխվեն մեր կյանքի որոշումները Հիսուս քո անունով թող քանդվեն պատերը թող խավարը նահանջի թող մութը պարտվի թող լույսը տարածվի Հիսուսի անունով ենք աղոթում բեր ազատագրություն Տեր բեր մտքի ազատագրություն այստեղ Տեր քո ներկայությունով բեր ցանկությունների ազատություն այստեղ քո ներկայությունով ուժ կարողություն տուր ջերի բռնել ամեն միտք որ գոռոզանում է քո սուրբ գիտության դեմ քո օրհնությունն ենք խնդրում քո զորությունն ենք խնդրում Տեր քո փառքն ենք խնդրում այստեղ Տեր հոգիդ թող գործի Տեր թող ներկայությունդ մեզ շրջապատի Տեր եւ թող մենք լինենք քո մեջ Տեր լինենք քո մեջ Տեր Ահա մենք, որ քո առաջ կանգնած ենք, մեր ձեռքը բարձրացնում ենք դեպի քեզ, ի նշան այն բանի, որ մենք քո ետևից ենք գալիս, որ մենք քո հետքերին ենք հետևում, որ մենք քո ներկայության մեջ ենք մտնում, Տեր, որ մենք քո ծածկոցի տակ ենք գալիս, Տեր, քո օրհնության մեջ, Տեր, ուզում եմ քեզ պաշտել, քեզ փառվել, քեզ ու քեզ անվերջ օրհնել ես սիրում եմ քեզ ես կյանք չունեմ առանց քեզ փափագն իմ դու գիտես քեզ սպասում եմ քոնեմ ես Սուրբ Հոգի ասոքի քո կենթանի կրակովարի Եկ Պենտեկոստեի հոգի քո բարքը թող չդադարի Սուրբ Հոգի ասոքի քո կենթանի կրակովարի Եկ Պենտեկոստեի հոգի քո բարքը թող չդադարի Քո ներկայության մեջ ես
Որոշել ես ամեն մեկի համար, քանզի գիտենք, դու ես մեր կյանքի մեր հույսը, քեզ ենք փափագում, քեզ ենք օրհնում Աստծո հոգին և ասում ենք գործիր մեր կյանքի մեջ, հարային ինչ ուզում ես, հարային ինչ որոշել ես, մենք քոնն ենք Աստծո հոգին, գործիր մեր սրտերում ու մեր կյանքում Մենք մեր ձեռքերը ուղղում ենք դեպի քեզ Աստծո հոգի։ Աղաչում ենք, որ դու մեզ օգնական լինես ու մեզ մինչև վերջ դու տեղ հասցնես։ Այո, Հայր, խոստովանում ենք, որ ետարցի ճանապարհ չունենք, քանզի գիտենք, որ դու ես կյանքը, ճշմարտությունն ու ճանապարհը։ Եվ խնդրում ենք, որ քո հոգին մեզ առաջնորդի, մեր առջևից դու գնա Աստծո հոգի, և թող քո փառքի ներկայությունը, քո փառքի հոգին միշտ մեր առջևից գնա։ Շնորհակալ ենք քեզանից Հիսուս։ Սուրբ փառքը եկ մեզ տիրի, մենք հանձնվում ենք քո ձեռքերին, քո կրակով մեզ մաքրտի, Սուրբ փառքը եկ մեզ տիրի, քո կրակով մեզ մաքրտի, Սուրբ փառքը
ողջը դառնալի Stay